6-րդ, 7-րդ, 8-րդ, այսօր էլ արդեն 9-րդ գումարման ազգային ժողովի նստաշրջանը բացելու պատիվը դարձյալ Կնյազ Հասանովինն է, որպես տարիքով ամենաավագ պատգամավոր, լինել միասնական, մի կողմ թողնել տարաձայնությունները, հավաքվել պետության և կառավարության շուրջ։ Այս կոչերով դիմելով նորընտիր խորհրդարանին 9-րդ գումարման առաջին նստաշրջանը հայտարարեց բացված։ Այս խորհրդարանի գործունեության արդյունքները չափվելու են ոչ միայն ընդունած օրենքների քանակով, այլև որակով և պետության երկարաժամկետ զարգացմանը բերած նպաստով, ընդգծեց նիստին ներկա նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն եւ այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը։ Ապա տեղի ունեցավ պատգամավորների երդման արարողությունը։ Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության եւ հզորացման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցիչի պարտականություններս, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Երդվում եմ։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների անդամները ոտքի չկանգնեցին, բայց ստորագրեցին երդման տեքստը։ Հայտնի են նաեւ խմբակցությունների ղեկավարները։ Քաղաքացիական պայմանագիրը կղեկավարի Արուսյակ Մանավազյանը, ուժեղ Հայաստանը Նարեկ Կարապետյանը, իսկ Հայաստան խմբակցությունը Աննա Գրիգորյանը։ Նստաշրջանի օրակարգում 8 հարց է՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, հանձնաժողովների նախագահների ընտրություններ, նաեւ կառավարության առաջարկությամբ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում եւ կառավարության ծրագրին հավանություն տալու հարց։ Առաջին հարցով խմբակցությունները ներկայացրին հաշվիչ հանձնաժողովների իրենց ներկայացուցիչներին, որից հետո նախագահողը հայտարարեց, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Վստահ եմ, որ նրա կազմակերպչական հմտությունները, հավասարակշռված մոտեցումը եւ քաղաքական հասունությունը թույլ են տալու անչափ արդյունավետ ղեկավարել ազգային ժողովի աշխատանքները եւ ապահովել օրենսդիր մարմնի բարձր հեղինակությունը։ Ես բնականաբար այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, որ կարող ենք հենց հիմա բոլորս պայմանավորվել, որ դե գիտեք ինչ կա, եկեք բարեկիրթ լինենք, եկեք, չգիտեմ, չվիրավորենք միմյանց եւ ամեն ինչ լավ կլինի։ Ինչի՞ է խորհրդարանը դարձել անիմաստ անպտուղ զազախոսության հոմանիշ։ Ըստ իս գլխավոր պատճառը ընդդիմության կողմից ժողովրդի ընտրության չընդունումն է եղել։ Կրկնում եմ, դա սկիզբ է առել Թավշյա հեղափոխության հաղթանակի օրվանից սկսած, բայց շատ ավելի ահագնացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Արդյունքում ընդդիմությունը պաշտոնները չէր վերցրել եւ չէր զբաղվում օրինաստեղծ աշխատանքով։ Ռուբինյանն առաջարկեց նույնը չկրկնել։ Այսօրը ես համարում եմ զրոյական կետ իմ եւ ձեր հարաբերություններում եւ ընդհանրապես զրոյական կետ խորհրդարանական հարաբերություններում։ Ես առաջարկում եմ իմ նոր մատնանշած մոդելը ընդունել որպես մեր միջև կոնսենսուս։ Բարեկիրթ, սուր, չգիտեմ, շատ սուր, բայց բարեկիրթ բանավեճ միմյանց միջև։ Դուք հայտարարել եք այս ընթացքում նաև մենք ասել ենք վենդետա չի լինելու, հիմա ասում ենք վենդետա լինելու է։ Վենդետա բառը վտանգավոր բառ է, պարոն Ռուբինյան։ Հայաստանի Սահմանադրությամբ ազգային ժողովի նախագահը այդ պաշտոնը չի ենթադրում քաղաքական նեյտրալություն։ Ստեղ ենթադրում, ստեղ չի ենթադրում։ Եվ ընտրվելու դեպքում դուք կարող եք վստահ լինել, որ երբ որ ես լինեմ այստեղ, այսինքն նիստը վարելիս, ես լինելու եմ լիապես չեզոք։ Այստեղ ես հայտնելու եմ իմ քաղաքական դիրքորոշումները, բայց ինչպես արդեն ասացի, ձեր կողմից փոխադարձման դեպքում բարեկիրթ, չնայած չփոխադարձման դեպքում էլ ես իմ ոճը չէ անբարեկրթությունը։ Վենդետայի թեման ուղիղ փոխկապակցվածություն ունի իմ մատնանշած երևույթի հետ, երբ որ ժողովուրդը ընդդիմությունը չի ընդունել եւ չի ընդունում ժողովրդի ընտրությունը։ Որովհետեւ մենք 2018 թվականին եկանք իշխանության եւ ասացինք վենդետա չի լինելու։ Եվ ասացինք, որ ցանկացածը իրավունք եւ հնարավորություն ունի ուղղվելու։ Ցավոք, ես պետք է արձանագրեմ, որ նախկին իշխանությունները եւ նրանց հետ փոխկապակցված շատ ուժեր չօգտագործեցին այդ հնարավորությունը։
Եվ այո, ես հայտարարել եմ եւ հիմա էլ եմ հայտարարում, որ վենդետա լինելու է բառից իրավական իմաստով։ Նաև քաղաքական իմաստով հավելեց Ռուբինյանը, պարզաբանելով քաղաքական ուժերը պիտի պատասխանատու լինեն գործողությունների համար։ Քաղաքական զարգացումներն ու իրողությունները չեն կարող չանդրադառնալ խորհրդարանական գործունեության վրա եւ այստեղ հնարավոր չէ այլ պահվածք դրսեւորել, հայտարարեց Լևոն Քոչարյանը, հարց ուղղելով Ռուբինյանին, թե որքանով է անկեղծ բարեկիրթ լինելու նրա առաջարկը։ Այստեղ պետք է լիներ 4-րդ խմբակցությունը, Բարգավաճ Հայաստան խմբակցությունը, որը ստացել էր այդ ձայները, որից ուղղակի գողացան։ Այդ մանդատները ուղղակի գողացվեցին, որպեսզի դուք ունենաք 3/5։ Հիմա ինչքանով է սա բարեկիրթ։ Այնուհետև Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ տեղի ունեցողը։ Ինչքանով է սա բարեկիրթ։ Ու մնացած այլ մարդիկ, որոնք այս ամբողջ ընթացքում ենթարկվել են ձեր կառավարության կողմից այս ամբողջ խոշտանգումներին ու քաղաքական հետապնդումներին։ Հիմա մենք չենք կարող այս ամեն ինչից դուրս գալ այստեղ եւ մտածել, որ մենք այսպես ինչ-որ վակուումի մեջ ենք։ Մարտի 3-ին մեր դուրը ծեծեցին ԱԱՑ աշխատակիցները եւ սկսեցին մեր տունը խուզարկել, հետո հորս հրավիրեցին ԱԱՑ-ը, ուղղակի հրավիրեցին, ինքը գնաց եւ այլևս չեկավ։ Ես գիտեմ, որն է բռնաճնշումը։ Իսկ բարեկրթությունը նույնպես գիտեմ, որն է։ Բարեկրթությունն է, որ այդքանից հետո Այն որ ասում եք, չէ, բա մեր կանոնավորված ընկերները, նրանց երեխաները, հայրերը։ Ես իմ 18-ամյակը դիմավորել եմ իմ հոր կանոնավորված վիճակով։ Եվ բարեկրթությունն այն է, որ իմանալով, որ ամենայն հավանականությամբ ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել, եւ իմանալով, որ պարոն Կարապետյանի հայրն էլ այդ ժամանակ իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, ես միևնույն է կարծում եմ, որ ես պարտավոր եմ ձեզ հետ շփվել պարզ մարդկային պարկեշտության եւ բարեկրթության սահմաններում եւ իմ անհամաձայնությունը հայտնել նման ոճով։ Ուժեղ Հայաստան խմբակցության մի խումբ падգամավորների միևնույն հարցներ հետաքրքրում։ Արդյոք Թուրքիայում Հրանտ Դինքի հիմնադրամի ծրագրի շրջանակներում հետազոտության անցկացման 5 ամիսներին Ռուբինյանը շփվել կամ մտերմություն արել է թուրքերի հետ։ Ռուբինյանը պատասխանեց, որ թուրքերի ճանաչել է նաև այլ երկրների համալսարաններում սովորելիս։ Իսկ այդ ում հետ որ շփումը եղել է, նրանք իրենց մասնագիտությամբ կամ աշխատանքի բնույթով կարող է պետական հաստատությունների հետ որևէ կապ ունեցել են։ Ոչ։ Միայն մի դեպքում են կապ ունեցել, երբ որ ես արդեն 2022 թվականից հատուկ ներկայացուցիչ եմ եւ բնականաբար իմ գործընկերը թուրքական կողմից ուղիղ կապ ուներ Թուրքիայի կառավարության հետ, որտեղ կառավարության ներկայացուցիչն էր։ Հնարավոր է դուք ձեր աշխատանքի շրջանակներում հանդիպած լինեք պետական համակարգում աշխատող ձեր թուրք գործընկերների։ Ուզում եմ նկարագրել նրանց տեսքը, հավուր պատշաճի է եղել, չգիտեմ, կանտովկեքը համապատասխան կերպով է եղել, նկարագրեք նրանց տեսքը, ովքեր են եղել։ Այս ձեր հարցերի բանը, տողատակը որն է, արդյոք ես Թուրքիայում, չգիտեմ, հանդիպել եմ Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին եւ արդյոք նրանք ինձ հավաքագրել են։ Ու հարցրեք, ասեք, արդյոք այդպես է, ես էլ ասեմ ոչ։ Սա մի քիչ նմանվում է Քշի Թուրքիա անեկդոտին, էլի։ Գիտեք այդ անեկդոտը։ Վստահաբար գիտեք։ Հիմա ես այդ հարցը մի 100 անգամ երևի պարզաբանել եմ։ Եթե ուժեղ Հայաստանի падգամավորներին մտահոգում էին թուրքերի հետ շփումները, ապա ընդդիմադիր մյուս ուժին անհանգստացնում էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետաձգումը։ Հայտարարվել էր երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման մասին, հիշեցրին նրանք։ Ռուբինյանը ներկայացրեց այս ուղղությամբ կատարված աշխատանքները։ Իրագործված պայմանավորվածություններն են Երևան Ստամբուլ թվերթների վերականգնումը, որովհետև 2022 թվականի դրությամբ դրանք մի քանի տարի արդեն չէին գործում։ Հետագայում այս վերջերս ավելացան այդ չվերթները։ Իրագործված պայմանավորվածություններից էր երկու երկրների միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումների հնարավոր դառնալը։ Իրագործված պայմանավորվածություններից էր ուղիղ առևտրի հնարավորության ստեղծումը, որովհետև մինչ այս նկատի ունեմ մաքսային իմաստով ուղիղ առևտրի, որովհետև մինչ այս օրինակ Հայաստանից Թուրքիա որևէ բան արտահանելու համար կամ Թուրքիայից Հայաստան որևէ բան ներկրելու համար դա ձևակերպվում էր Վրաստանի տարածքով, հետո վերաձևակերպվում էր եւ մոտ 1-2 ամիս առաջ արգելքը դրա թուրքական կողմից վերացվեց։ Դրան զուգահեռ ամենակարևոր իրագործված պայմանավորվածությունը Ախալքալակ կարս երկաթգծով Հայաստանի տնտեսվարողների համար
օգտվելու հնարավորության ստեղծումն է։ Հանձնաժողովից վերջում մնաց քլչի շնորհավորանքը ձեզ։ Ինչ համատեքստում նկատի ունեմ, նաև ձեր արձագանքում կարող եք դրան էլ անդրադառնալ։ Դասական, դիվանագիտական էթիկետի տեսանկյունից սովորաբար սպասվում են, որ պաշտոնյան այսպես ընտրվի, պաշտոնապես եւ նոր շնորհավորեն։ Այս ժեստը իր կողմից տալիս է ենթադրության հնարավորություն, որ բավականին փաստորեն ջերմ են եղել ձեր հարաբերությունները։ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են եւ ստեղծել են աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել տեխնիկական պահանջները Գյումրի կարծ երկաթգծի վերականգնման եւ վերագործարկման, այսինքն երկու կողմերը արգոս նախարարությունների մակարդակով հայտարարել են, որ սա է նպատակը եւ աշխատանքային խումբ են ստեղծել։ Ասեմ ավելին, Թուրքիան արդեն իսկ սկսել է վերականգնողական աշխատանքները Գյումրի կարծ երկաթգծի իր հատվածի, մինչև մեր սահմանը։ Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանը բացելուն հայկական կողմից վաղուց պատրաստ են ենթակառուցվածքները, թուրքական կողմն էլ վերջերս է ավարտել իր կողմից ենթակառուցվածքների վերանորոգումը, վերականգնումը եւ մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը։ Կոնկրետ կամ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերակառուցել Անի կամուրջը։ Քանի քար է դրվել այդ կամուրջի վրա։ Անի կամուրջի վերաբերյալ վերջերս բառացիորեն 1.5 ամիս առաջ ստորագրեցինք արձանագրություն, որտեղ արդեն տեխնիկական նկարագրված է, թե ինչպես է տեղի ունենալու այդ վերականգնումը, շուտով կսկսեն, դա խնդիր չկա ուղղակի։ Ձեր խմբակցության էլի հարցերի ոնց որ տակի նարատիվը հետեւյալն է, ինչու բավարար արագ չի շարժվում Հայաստան-Թուրքիա կարգավորումը։ Բայց տարօրինակ է, դուք պետք է ուրախ լինեիք դրանով։ Դուք դեմ չեք այդ կարգավորմանը։ Հա, դե շատ լավ է։ Ֆիքսենք, որ դաշնակցությունը դեմ չի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։ Ռուբինյանի ու Արթուր Խաչատրյանի հարցուպատասխանը չշրջանցեց նաև 004 շրջաբերականը, որի բովանդակության հետ հաշտվել անհնար է, հայտարարեց ազգային ժողովի նախագահի թեկնածուն, իսկ Իշխան Սաղաթելյանը հարց բարձրացրեց Տիգրան Աշենի վերաբերյալ։ Կարող է երաշխավորել, որ այն չի հանձնվելու։ Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 կիլոմետր քառակուսի է եւ դա լիակատար եւ անքննարկելի կարմիր գիծ է, ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի կառավարության հայտարարված ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է, որ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո եւ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում։ Ինչ վերաբերում է այլ հարցերին, մյուս հարցերը ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի կարող են լուծվել տարբեր կերպ, որովհետև կանոնակարգը թույլ տալիս է անել որոշակի օպտիմալացումներ, բայց նույնիսկ այդ դեպքում դա պահանջում է հանրակրվել։ Առաջին իսկ փաստ է, որ սուտ է առանց նախապայմանների ձևակերպումը եւ Թուրքիան շարունակում է նախապայմաններով խոսել Հայաստանի հետ եւ այդ նախապայմանների գնով նաեւ ճնշում է գործադրում Հայաստանի վրա։ Դուք ճիշտ եք, որ Թուրքիայից հնչել են եւ մեկ-մեկ էլ հնչում են հայտարարություններ, որոնք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը փոխկապակցում են այլ գործընթացների հետ։ Ես կարծում եմ, որ իրականում Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը, որովհետեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացում օրինակ ավելի շուտ ադրբեջանական կողմը հանեց սահմանափակումները Հայաստանից երկաթուղային տրանզիտի, քան Թուրքիան։ Թուրքիան էլ արեց։ Կամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հիմա ուղիղ առևտուր կա, նկատի ունեմ նավթամթերքի։ Եվ ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի Թուրքիայի կողմից լինի առավել ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում։ Քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է խորհրդարանում, բայց չի ստացել սահմանադրական մեծամասնություն։ Արդյոք սա նշանակում է, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Հիշեցնելով վարչապետի հայտարարությունը, հարցրեց Աննա Գրիգորյանը։ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն պարզաբանեց։ Եվ մենք ասել ենք, մենք տեսնում ենք ինչ է հայտարարում ընդդիմությունը, հիմա չկրկնեմ։ Եվ մենք ասել ենք, որ եթե ընդդիմությունը գա իշխանության
Եվ անի այն, ինչ խոստացել է անել եւ հայտարարել, օրինակ, վերանայել խաղաղության պայմանագիրը, վերանայել TRIP-ի շուրջ պայմանավորվածությունը եւ այսպես շարունակ, ապա դա ակնհայտորեն եւ անխուսափելիորեն բերելու է պատերազմի։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, հիմա ուղիղ պատասխան, ոչ սեպտեմբերին չի սպասվում պատերազմ։ Սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հստացել է վստահ մանդատ շարունակել խաղաղության գործընթացը եւ մենք այն շարունակելու ենք եւ հաջողությամբ հասցնելու ենք ավարտի։ Այո, համաժողովրդական մեծամասնություն չենք ստացել, ինչը կարող է մի փոքր բարդացնել խաղաղության ապահովման մեր գործը, բայց ամենևին չի կանխի դա։ Հարցուպատասխանի ավարտին մոտ 4 տասնյակ պատգամավորներ գրանցվեցին ելույթների համար։ Ընդդիմադիրները պարզաբանումներ հնչեցրին, թե ինչու են որոշել վերցնել մանդատներն ու գալ խորհրդարան։ Մենք այստեղ ենք մեր առաջկա քաղաքական պայքարը կազմակերպելու եւ մեր համազգային նպատակները առաջ մղելու համար։ Մենք խոսելու ենք մեր անվտանգության մասին։ Այսօր շատ հետաքրքիր դիսկուրս ծավալվեց մեր գործընկեր Իշխան Սաղաթելյանը շատ հստակ հարցադրում է հնչեցնում Ռոբեն Ռուբինյանին, ասում է Տիգրանաշենի հանձնման վտանգ կա որպես անկլավ։ Դրա պատասխանը ինքը իր բնույթով լեզվաբանական այո կամ ոչ պատասխանը ենթադրող հարց է, որին չհնչեց ոչ պատասխանը։ Այսինքն բոլոր հիմքերն ունեն կարծելու, որ հերթական տարածքային զիջումները հնարավոր են լինել եւ սիրելի ընդդիմադիր գործընկերներ մեր այստեղ գտնվելու նպատակը նաև դիմակայել այդ օրակարգերին։ Ամիսներ առաջ պարոն Խաչատրյանը հենց այս ամբիոնից ասում էր. Թուրքիան կբացի սահմանը եւ կխժռի մեր տնտեսությունը։ Պարոն Ռուբինյանը խոսում է սահմանազատման գործընթացի օպտիմալացման մասին եւ Հայաստան Դաշինքից զարմանում են։ Այդ ինչ օպտիմալացում է։ Ուզում եմ հիշեցնել, որ Տիկին Լիլիթ Գալստյանը ամիսներ առաջ, երբ որ այստեղ քննարկվում էր աշխատակարգը, ասում էր. «ՀՀԿ կանոնակարգը, ժողովուրդ, ՀՀԿ կանոնակարգը անյենթադրում է օպտիմալացում»։ Ստեղ հակասություն դուք չեք նկատում։ Խոսում են 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Պարոն Կարապետյան, ուր են այդ ադրբեջանցիք։ Գերիները չեն վերադառնա, եթե չլինի խաղաղություն։ Եվ դա մենք հողի վրա ապացուցել ենք։ Խաղաղության գործընթացը որքան ամրացել է, գերիներ են վերադարձել Հայաստան, դուք չգիտեք սա։ Չգիտեք սա։ Գիտեք, չէ՞ դուք սա։ Դուք սա գիտեք, բայց մեկը գալիս եք, ինչ եք արել դուք գերիների վերադարձի համար։ Արել ենք այնպես, որ վերադարձել են բազմաթիվ մեր հայրենակիցներ եւ խաղաղության գործընթացը ամրացնելու շնորհիվ են վերադարձել։ Փորձելով արդարացնել իրենց ներկայությունը նոր 9-րդ գումարման խորհրդարանում, ընդդիմադիրները նաեւ ընտրությունների ոչ լեգիտիմ անցկացման մասին խոսեցին։ Մեծամասնության պատգամավորները հիշեցրին հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունները։ Փաշինյանն այնքան անհրաժեշտ էր օտարերկրյա ուժերին, որ խախտելով միջազգայինորեն ընդունված սկզբունքները փաստացի ուղղակիորեն նրանք միջամտեցին Հայաստանի ընտրական գործընթացին։ Սակայն ցավը նրանում է, որ այդ աջակցության գինը վճարելու է ոչ թե քաղաքացիական պայմանագիրը կամ Նիկոլ Փաշինյանն, այլ վճարելու է ամբողջ մեր հայ ժողովուրդը։ Եվ չնայած այս ամենին, այս պայմաններում քաղաքացիական պայմանագիրը չստացավ 50+1% քվե։ Ինչի տեղ եք դնում մեր հանրությանը, որը ընդամենը 2 ամիս առաջ, իսկ հիմա էլ իրականում, բայց այն ժամանակ ամենօրյա ռեժիմով, լսում էր ձայնագրություններ ընդդիմության կողմից, մեծամասամբ ձեր ուժեղ Հայաստան Դաշինքի կուսակցության, բայց նաև մյուս ընդդիմադիր կուսակցությունների կողմից, ընտրակաշառքի բաշխման այդ ամբողջ տխուր շատ մեղմ են ձևակերպում գործընթացի մասին, ու այն ամբողջ, այո, ընտրակաշառքի բաշխման, դրա մասին էր խոսակցությունը, ով ում ինչքան տա, ոնց տա։ Բայց դեպքում հարց, հարգելիներս, եթե այս ազգային ժողովը լեգիտիմ չէ, այս դալիճում ինչ գործ ունեք, մինչև այսօր ինչի փողոց դուրս չեք եկե, մինչև այսօր այդ կեղծված ոչ լեգիտիմ ընտրությունները ինչի չեք մերժե, դուք ունեիք չէ, բա ժողովրդի այդ տված լեգիտիմությունը, սատարումը, բա դուրս գայիք փողոց, բա մարդկանց հավաքեք ձեր կողքու բոլորը, բա դուրս գայիք փողոց ու հեղափոխություն անեիք։ Այսօր ազգային ժողովի падգամավորի երթման տեքստի հնչեցման ժամանակ մեր գործընկերները չկանգնեցին ոտքի եւ ես ուզում եմ այս բանի քաղաքական մշակույթի տեսանկյունից ուզում եմ հասկանամ սա ինչ ուղերձ է, այսինքն մի հատ տեքստը կարդացեք, ըստ էության մի տեքստ, որը խոսում է Հայաստանի Հանրապետության շահերի
պաշտպանության եւ Հայաստանի Հանրապետության բարօրության մասին։ Ու դուք ոտքի չեք կանգնում, սա ինչ ուղերձ է հանրությանը։ Սա լավ սկիզբ չի, հարգելի գործընկերներ, ես խնդրում եմ վերանայեք ձեր գործունեությունը։ Ելույթները կշարունակվեն, նաև Ռուբեն Ռուբինյանի ընտրությունը տեղի կունենա երկուշաբթի։ Վարդուհի Արզումանյան, Հովանես Քյոսեյան, Գևորգ Նահապետյան եւ Լիլիթ Հովանիսյան, Կիրակ Նորյալ ուրեր։